Ողջույն Տիգրան։ Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մամլո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մի քանի կետերի մասին այսօր խոսենք։ Ամենաշատ քննարկվածը հաղորդակցությունների ապաշրջափակման թեման է եւ Թրամփի ուղու մասին է խոսել, նաև տվել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ձևակերպումը, էլի օգտագործել նշելով իհարկե, որ Թրամփը այդ ճանապարհին իր անունն է տվել, իր անունով է կոչել։ Այստեղ ինչ որ խնդրահարույց կետ կա, այդուհանդերձ թեև շատ են քննարկել, բայց փաստորեն Ալիևը դեռ շարունակում է այլ անվանում օգտագործել, արդյոք սա խնդիր է լինելու թե ոչ։ Կարծում եմ խնդիրը ոչ այնքան անվանման օգտագործումն է, որովհետև այնուամենայնիվ կողմերի մոտ տարբեր մոտեցումներ կան այս տերմինաբանության հետ կապված։ Խնդիրը այն է, որ Ալիևի ողջ ելույթից կարելի է եզրահանգել, որ մեծ հաշվով ադրբեջանական կողմը մտածում է, որ այն ինչ պայմանավորվել են կողմերը Վաշինգտոնում, այն է ինչ Ադրբեջանը պահանջում էր 2020-21 թվականից սկսած։ Նա կարծեմ միտեղ հենց դա էլ ասում է, որ մենք այս ուղղությամբ աշխատանքները սկսել ենք 2021 թվականից եւ մենք ենք առաջ տանում այս գործընթացը եւ այդ առումով իհարկե այս հայտարարությունները կարող են հետագայում ոչ թե հայտարարություն, այս ընկալումները հետագայում կարող են խնդիր դառնալ։ Հազորիցի ասուլիսի մի հատվածում նա մասնավորապես նշում է, որ Հայաստանի համար ինքնասպանություն կլինի այս պայմանավորվածությունների չկատարումը, հաշվի առնելով նաև որ Միացյալ Նահանգների նախագահն է ներգրաված գործընթացի մեջ։ Մենք բազմիցս արդեն նշել ենք, որ այս գործընթացի հետ կապված գլխավոր խնդիրներից մեկը հենց այս ընկալումների մեջ տարբերությունն է, երբ հայկական կողմը նշում է, որ իր բոլոր կարմիր գծերը պահպանվել են, հարգվել են, ադրբեջանական կողմն էլ պնդում է, որ հասել են այն ամենին, ինչ ցանկանում էին վերջին տարիների ընթացքում։ Եվ այդ առումով կոմունիկացիաների բացման այդ վերջնական փուլում կարող է լուրջ խնդիր առաջանալ, երբ Ադրբեջանը կարգավորումները այդ հաղորդակցության վրա տարբեր դետալներ կարող է պատկերացնել մի կերպ եւ Հայաստանը կարող է պատկերացրել այլ կերպ եւ քանի դեռ դետալների շուրջ կողմերի միջև համաձայնություն չկա, այս փուլում նույնիսկ համաձայնություն չկա հայաստանյան եւ ամերիկյան կողմերի միջև եւ տարվա վերջին հիշում ենք, որ վարչապետ Փաշինյանը նշում էր, որ աշխատանքներ տարվում են այդ ավելի դետալավորված փաստաթղթի շուրջ, բայց ի վերջո ամենակարևոր հարցը հենց ոչ թե հայ-ամերիկյան ընկալումների վերաբերյալ լինելու կամ այդ ընկալումների մեջ տարբերությունների, այլ հայ-ադրբեջանական, երբ կողմերը կարող են չհամաձայնել տարբեր կետերի հետ կապված։ Տիգրան, խոսեցինք հիմնականում խնդրահարույց հայտարարությունների մասին, իսկ ասուլիսի ընթացքում ընդհանուր ինչ-որ դրական ազդակներ կամ համագործակցության հետ կապված ավելի դրական միտումներ նկատվել է թե ոչ։ Կարծում եմ հենց այս թեմայով, ապաշրջափակման թեմայով Ալիևի հայտարարություններից ակնառու է նաև այն պնդումը, որ Հայաստանը հնարավորություն է ունենալու օգտագործել նաև Ադրբեջանի երկաթգծային ցանցը, մասնավորապես Ռուսաստանի եւ Իրանի հետ կապվելու համար, սա կարծում եմ առաջի անգամ է նման հայտարարություն արվում Ադրբեջանից։ Ես բավականին շատի հետևում եմ այս գործընթացներին եւ չեմ հիշում, որ նախկինում հրապարակայինորեն սրա մասին խոսվեին եւ սա իհարկե դրական ինչ-որ զարգացում ազդակ կարելի է համարել, որովհետեւ մեծ հաշվով այս ապաշրջափակումը եւ ընդհանրապես թրիփի հետ կապված բոլոր գործընթացները Հայաստանի համար անիմաստ կլինեին, եթե այլ հաղորդակցությունները չբացվեին եւ այն, որ Ադրբեջանը արդեն իսկ խոսում է պատրաստակամության մասին տրամադրել սեփական տարածքը եւ սեփական երկաթգծային համակարգը Ռուսաստանի եւ Իրանի հետ կապվելու համար, կարծում եմ դրական է։ Մյուս կողմից էլ իհարկե այս հայտարարությունները հատկապես պրոիշխանական ճամփայի կողմից չափազանցեցվում են, փորձում է ներկայացվել մի իրավիճակ, որ Հայաստանի վարած քաղաքականության արդյունքում այս ողջ խաղաղության օրակարգի, խաղաղության խաչմերուկի նախագծի շնորհիվ ենք հասել սրան, բայց Ալիևի հարցազրույցի մյուս կարծում եմ կարևոր թեման հենց այն է, թե ինչպես է Ադրբեջանը ստիպել Հայաստանին հասնել որոշակի կետերին եւ այս գործընթացում եւս մեծ հաշվով Ադրբեջանը մշտապես օրակարգ թելադրողի դերում է եղել եւ ոչ միայն այս գործընթացում, կարծում եմ շատերի համար հետաքրքիր էր
Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացի նկարագրությունը օրինակ Ալիևի կողմից մենք իհարկե այս ամենը շատ լավ հասկանում էինք առանց Ադրբեջանի նախագահի հայտարարությունների եւ ակնհայտ գործընթաց է տեղի ունեցել երբ Ադրբեջանը ուժային ճնշման միջոցով 2022-ի սեպտեմբերյան էսկալացիայի միջոցով ստիպել է Հայաստանի գնալ այդ քայլին, բայց կարծում եմ հետաքրքիր է որ Ադրբեջանի նախագահը այդ մասին հիմա խոսում է բաց տեքստով, որ տեսեք, մենք այդ ուժային ճնշումը գործադրել ենք եւ Հայաստանին հասցրել ենք ինչ-որ հանգրվանի եւ այդ առումով արդեն վերադառնալով նախորդ հայտարարությանը եւ դրա շուրջ ծավալվող քննարկումներին իհարկե բավականին զավեշտալի է երբ Հայաստանում ինչ-որ մարդիկ խոսում են այն մասին, որ տեսեք մեր քաղաքականության շնորհիվ մենք հասել ենք ինչ-որ հանգրվանի։ Մեծ հաշվով Հայաստանը շատ մեծ այլընտրանքներ չի ունեցել եւ պարզապես ստիպված էր կատարել Ադրբեջանի մի շարք պահանջներ տարբեր ուղղություններով։ Մի քանի օր առաջ Ադրբեջանից երկրորդ խմբականակ վառելիքը եկավ Հայաստան, ելի քննարկումների առիթ դարձավ սա։ Հետաքրքիր է ինչ որ համագործակցության կամ շփման նշան է սա իրականում, թե Ալիևի համար այլ նշանակություն ունի այս փոխգործակցությունը։ Այո, իրականում հենց այս ասուլիսը այդ հարցի պատասխանը տվեց, որովհետև ժամանակին երբ Ադրբեջանը այս որոշումները կայացնում էր սեփական տարածքը տրանզիտի համար բացելու, Հայաստանի հետ ինչ-որ ուղիղ առևտուր սկսելու, շատերը Երևանում չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում, այդ թվում նաև մենք, որովհետև դժվար է առանց ինֆորմացիայի բացակայության գնահատել այդ գործընթացները, իշխանական կողմը խոսում էր ապաշրջափակման գործընթացի հաջողության մասին, ընդդիմությունը խոսում էր այն մասին, որ սրանք զուտ սիմվոլիկ քայլեր են, մենք կարծում եմ այն ժամանակ նշում էինք, որ սրանք ավելի շատ փոխվստահություն կառուցելու համար միջոցներ են, որոնք ինչ-որ չափով այդպես են, բայց ասուլիսի մեջ իհարկե հետաքրքիր հատված կար, երբ Ալիևը սկսեց խոսել Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից ընդունված այդ 907-րդ ուղղման մասին, որը ընդունվել էր 1992 թվականին եւ որի հիմնական պատճառներից մեկը Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի շրջափակումն էր։ Նա իհարկե բավականին երկար ժամանակ խոսեց այն մասին, որ անարդար որոշում էր, հայկական լոբիներ մասնակցում այդ որոշման կայացմանը, մեղադրեց նույնիսկ Ադրբեջանի նախկին իշխանություններին, որոնք իր պնդմամբ նույնիսկ տեղյակ չէին, որ կոնգրեսում այդպիսի քննարկումներ կային, բայց այս հատվածը նա ավարտեց այն պնդմամբ կամ այն փաստարկով, որ տեսեք, եթե մեզ նախկինում մեղադրում էինք Հայաստանի շրջափակման մեջ, ապա հիմա տեսեք, մենք արդեն ուղիղ առևտուր ենք անում Հայաստանի հետ, մենք արդեն մեր տարածքը բացել ենք Ղազախստանից, Ռուսաստանից եկող բեռների համար եւ հենց այս հայտարարությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչու ընդհանրապես Ադրբեջանը գնաց այդ քայլին, որովհետեւ շատ անսպասելի որոշում էր Ադրբեջանի կողմից։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը ինչպես միշտ բավականին լավ հաշվարկված որոշում է կայացրել, այսինքն ինչ որ փոքր սիմվոլիկ քայլ անելով փորձում է ավելի մեծ զիջում ստանալ կամ ավելի մեծ արդյունք ստանալ հենց ամերիկյան կողմից եւ ընդհանուր առմամբ, եթե մենք դիտարկում ենք ողջ հայ-ադրբեջանական գործընթացը վերջին 1 տարվա եւ սա նաեւ տեսանելի է հենց ասուլիսի ընթացքում, եթե ուշադիր ընթերցում ես այդ տեքստը, մենք կտեսնենք, որ ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական հարաբերությունները դիտարկում է առաջին հերթին հենց Վաշինգտոնի հետ հարաբերությունները բարելավելու, վերականգնելու տեսանկյունից, նույնիսկ լրագրողները հարցեր երբ տալիս էին, խոսում էին ոչ թե հաջողության մասին հենց հայ-ադրբեջանական օրակարգում, այլ Վաշինգտոնի Միացյալ Նահանգների հետ նոր հարաբերություններ կառուցելու, Ալիևը բավականին մեծ շեշտադրում էր կատարում Միացյալ Նահանգների հետ ռազմավարական համագործակցության գործընկերության խարտիայի ստորագրման շուրջ աշխատանքների մեկնարկի վրա, այսինքն նրանց համար հենց այս գործոնները կարևոր են Միացյալ Նահանգների հետ նոր հարաբերություններ կառուցելու համար եւ 907-րդ ուղումը իհարկե այս փուլում շատ մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար զուտ տնտեսական կամ հումանիտար տեսանկյունից, բայց իմիջային առումով նրանց համար կարևոր է որպեսզի այդ ուղումը ընդհանրապես վերացվի եւ կոնգրեսում այդ ուղղությամբ աշխատանք են կատարում, այդ առումով իհարկե այս գործընթացները կարծում եմ այդ տրամաբանությամբ պետք է դիտարկել։ Իսկ եթե այդ մոտիվներն են, այդ գործոններն են հիմքում, որքանով է դա վտանգավոր կամ խնդրահարույց քո կարծիքով Հայաստանի համար։ Հայաստանի համար այս փուլում չեմ կարծում, թե դա խնդրահարույց է, այսինքն ես չեմ կարծում, որ հիմա օրինակ Հայաստանի իշխանությունները
դեմ են, որպեսզի այդ 907-րդ ուղումը կոնգրեսը չեղարկի։ Մեծ հաշվով նրանք Վաշինգտոնում նաև համապատասխան փաստաթուղթ ստորագրեցին, որ ներառում էր նաև այդ կետը ընդհանուր Հայաստանի ռազմավարական շահերի տեսանկյունից իհարկե կարող է խնդրահարույց լինել, որովհետև այնուամենայնիվ Ադրբեջանը ինչքան էլ խաղաղության գործընթաց չլինի, ինչքան էլ երկխոսություն չլինի, շարունակում է մնալ հակառակորդ երկիր, եթե ոչ այս կարճաժամկետ կտրվածքով, երբ հնարավորությունները երկու երկրների համեմատելի չեն եւ ուժերի բալանսը խիստ խախտված է, բայց երկարաժամկետ կտրվածքով իհարկե ես չեմ կարծում, թե այս ավելի շատ մրցակցային կամ չգիտեմ հակառակորդ լինելու հարաբերությունները շատ արագ վերափոխվելու են եւ այդ առումով իհարկե Ադրբեջանի վարկանիշի փոփոխությունը Ադրբեջանի վերաբերյալ տեսակետի փոփոխությունը Վաշինգտոնում եւ այլ արևմտյան մայրաքաղաքներում չեմ կարծում թե բխում է Հայաստանի շահից մենք նախկինում քննարկում էինք թե ինչպես էր այդ վարկանիշը դուժել հատկապես 2022 թվականի սեպտեմբերյան էսկալացիայից հետո ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո հիմա փաստացիորեն նաեւ Հայաստանի հետ համագործակցության շնորհիվ այս փոքր սիմվոլիկ ծրագրերի շնորհիվ Ադրբեջանը փորձում է վերականգնել այդ կորսված դիրքերն ու վարկանիշը հենց արևմտյան մայրաքաղաքներում բայց եթե խոսքը գնում է կոնկրետ այս կառավարության մասին ես չեմ կարծում թե սա նրանց համար լուրջ խնդիր է կարծում եմ նրանց համար օրինակ շատ ավելի դրական է որ այդ առևտուրը Ադրբեջանի հետ վերականգնվել է կամ Ադրբեջանի տարածքը օգտագործում է հենց տարանցման համար Շնորհակալ եմ Տիգրան Ես եմ շնորհակալ